Բարև ձեզ։ Մեր օրերում գիտեք գրեթե ամեն ինչ կապված է համացանցի հետ, սա նշանակում է մի շատ պարզ բան, մեր անվտանգությունն էլ պետք է թվային դառնա։ Ուրեմն այսօր մենք միասին կփորձենք հասկանալ, թե որոնք են ամենահաճախ հանդիպող կիբերսպառնալիքները ու ամենակարևորը ինչպես կարող ենք մեզ պաշտպանել շատ պարզ քայլերով։ Դե ինչ, գնացինք։ Գիտեք, այս միտքը կարծում եմ ամենալավն է բնորոշում այն, ինչի մասին մենք այսօր խոսելու ենք, որովհետև սա ուղղակի անձնական տվյալների պաշտպանության հարց չէ, սա շատ ավելին է։ Կիբերանվտանգությունը մի տեսակ կոլեկտիվ պատասխանատվություն է, որը վերաբերում է մեզ բոլորիս, առանց բացառության։ Լավ, եկեք սկսենք առաջին բաժնից։ Իսկ ինչու է այս թեման ընդհանրապես այսքան կարևոր։ Դե պատասխանը շատ պարզ է։ Խոսքը գնում է մեր ամենաանձնական բաների մասին, մեր տվյալների, մեր փողի ու նույնիսկ պատկերացրեք մեր երկրի անվտանգության։ Շատ պարզ լեզվով ասած, եթե ձեր սարքը միացված է ինտերնետին, ուրեմն այն արդեն պոտենցիալ թիրախ է։ Ու սա մենակ համակարգչի կամ հեռախոսի մասին չի։ Խոսքը նաև խելացի տան սարքերի մասին է, ցանկացած գadget-ի։ Իսկ հարձակվողներն ինչ են ուզում։ Դե նրանք կարող են փորձել գողանալ ձեր անձնական տվյալները, գումար շորթել կամ ուղղակի խանգարել ձեր բիզնեսին կամ առօրյա կյանքին։ Լավ, եկեք հիմա մաս-մաս անենք այս ծուղակները, հասկանանք ինչպես են դրանք աշխատում։ Կսկսենք ամենատարածված տարբերակներից մեկից, որի անունն է phishing։ Որպեսզի այս ամենը տեսական չթվա, եկեք մի շատ իրական օրինակ նայենք հենց Հայաստանից։ Պատկերացրեք, ստեղծվել էր հիմնադրամի կայքի կեղծ կրկնօրինակը, իսկ ինչի համար, որպեսզի մարդկանցից փող ու տվյալներ գողանան։ Սա գիտեք ուղղակի դասական օրինակ է, թե ինչպես են աշխատում այս տեսակի հարձակումները։ Հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչքան նուրբ է արված խաբեությունը։ Տեսնում եք տարբերությունը։ Ընդամենը երկու տառ, M-ը ու N-ը տեղերով փոխված են։ Հարձակվողները հենց այսպիսի մանր գրեթե աննկատ բաներ են օգտագործում, որ մեզ մոլորեցնեն։ Այնպես որ ամենակարևոր դասը սա է։ Միշտ ուշադիր նայեք կայքի հասցեին։ Ուրեմն, եկեք ամփոփենք, ինչ է phishing-ը։ Սա մի հարձակում է, որտեղ հանցագործները ըստ էության ստեղծում են կեղծ կայքեր, որոնք իրականի կրկնօրինակն են, իսկ իրենց նպատակը մեկն է՝ համոզել ձեզ, որ դուք ինքներդ ձեր կամքով մուտքագրեք ձեր գաղտնի տվյալները, ու հենց դա անեք, նրանք ուղղակի գողանում են։ Իսկ process-ն ինքը շատ պարզ է։ Ընդամենը 4 քայլ։ Տեսեք, դուք ստանում եք ինչ-որ խղում, սեղմում եք վրան, հայտնվում եք մի էջում, որը շատ համոզիչ տեսք ունի, բայց կեղծ է։ Հետո մուտքագրում եք ձեր տվյալները ու վերջ։ Ծուղակը փակվեց։ Եթե այս 4 քայլը հիշեք, շատ ավելի հեշտ կճանաչեք վտանգը։ Բայց իհարկե phishing-ով ամեն ինչ չի ավարտվում։ Կան նաև այլ վտանգներ, օրինակ վիրուսները, որոնք կպչում են ֆայլերին։ Կան այսպես կոչված ворթեր, որոնք ինքնուրույն սողում անցնում են ցանցերով։ Կան տրոյանները, որոնք ձևանում են թե օգտակար ծրագիր են, բայց իրականում վնասում են։ Ու կա թերևս ամենաթաչներից մեկը՝ ransomware-ը, որը կոդավորում է ձեր բոլոր ֆայլերը, նկարներ, փաստաթղթեր, ամեն ինչ, ու հետո փող է ուզում, որ դրանք հետ վերադարձնի։ Լավ, խնդիրը հասկացանք։ Իսկ հիմա ամենակարևորը՝ ինչ անել։ Եկեք խոսենք լուծումներից։ Ու գիտեք, առաջին ու ամենաուժեղ պաշտպանությունը հենց մեր սովորություններն են։ Այն պարզ, բայց իրոք հզոր քայլերը, որոնք մեզնից յուրաքանչյուրը կարող է անել։ Ուրեմն, ահա մի քանի կանոն, որոնք կօգնեն ձեզ կառուցել ձեր թվային վահանը։ Առաջինը ամեն մի հաշվի համար օգտագործեք տարբեր բարդ գաղտնաբառ։ Սա շատ կարևոր է։ Երկրորդ, միշտ միացրեք երկգործոն նույնականացումը կամ 2FA-ը։ Սա անվտանգության լրացուցիչ շերտ է, որը շատ է օգնում։ Ու իհարկե, պարզապես զգոն եղեք։ Մի սեղմեք ամեն պատահած հղման վրա ու զգույշ եղեք, երբ հանրային Wi-Fi եք օգտագործում կարևոր գործերի համար։ Հավատացեք, այս պարզ սովորությունները կարող են ձեզ փրկել շատ մեծ գլխացավանքից։ Բայց լավ սովորությունները մի կողմից, կա նաև պաշտպանության երկրորդ ավելի տեխնիկական շերտը։ Սրանք արդեն հատուկ գործիքներն են, որոնք կարելի է ասել ձեր թվային թիկնապահի դերն են տանում։ Խոսքը իհարկե հակավիրուսային ծրագրերի մասին է, ու սա ուղղակի մի հերթական ծրագիր չէ, որ տեղադրում եք։ Սա պատկերացրեք, ձեր համակարգչի իմունային համակարգն է։ Այն անընդհատ աշխատում է ֆոնային ռեժիմում, ստուգում է ֆայլերը, ծրագրերը ու փորձում է վնասակար կոդը բռնել, մինչև այն կհասցնի ինչ-որ բան փչացնել։ Լավ, բայց ո՞րն է լավ հակավիրուսը։ Եկեք մի բան նայենք PC Mag-ի առաջարկած երկու լավագույն տարբերակներին։ Տեսեք, սրանք ուղղակի վիրուսներ չեն գտնում։ Օրինակ Bitdefender-ը մի քանի շերտով պաշտպանում է հենց ransomware-ից, որի մասին խոսում ենք։ Իսկ Norton-ը օրինակ հրաշալի պաշտպանում է phishing-ից ու ունի խելացի firewall, որը վերահսկում է, թե ինչ է մտնում ու դուրս գալիս ձեր համակարգչից։ Այսինքն պետք է փնտրել ոչ թե ուղղակի հակավիրուս, այլ հենց այսպիսի համալիր ամբողջական լուծում։
Դե ինչ, մենք միասին անցանք սպառնալիքների, ծուղակների ու նաև պաշտպանվելու ձևերի միջով, բայց հիմա գալիս է ամենակարևոր մասը, ու այստեղ հարցն արդեն ուղղված է ձեզ։ Ահա հիմա, երբ այս ամենը գիտեք, եւ սպառնալիքները, եւ գործիքները, մի պահ անկեղծ մտածեք, ո՞րն է ձեր անձնական թվային անվտանգության ամենաթույլ կետը։ Գուցե ձեր գաղտնաբառներն են շատ հեշտ, կամ միգուցե երբեք չեք էլ փորձել միացնել երկգործոն նույնականացումը, կամ էլ լինում է, որ անզգուշորեն սեղմում եք ինչ-որ կասկածելի հղումների վրա։ Ձեր թույլ կողմը գտներն ու ընդունելը արդեն իսկ առաջին ու ամենակարևոր քայլն է ձեր թվային սահմաններն իսկապես անառիկ դարձնելու համար։ Շնորհակալ եմ, որ միասին քննարկեցինք այս կարևոր թեման։